նախընտրական արշավը դա սպառնալիքներով, ատելության խոսքով, հայհոյանքներով ընթացող, եթե մինչև էլ հաշվի առնենք, որ պատերազմի սպառնալիք էր ասում, եթե ես չընտրվեմ։ Եռագլուխ։ Հա։ Եվ վիճարկումը ոչ մի արդյունք չտվեց, բայց այդ մթնոլորտը, այդ ատելության, այդ արտահայտությունների, հիշում եք Արտուր Օսիպյանին, դու ինչու չես մեռել այդ տականք, իդեպ հիմա տականք բառի համար դա տվել Սոֆիա Հովսեփյանին, Նիկոլ Փաշինյանը, այսինքն ինքը իրավունք ունի, ում ինչ բառերով ուզում է պիտակավորի, բայց մյուսները, եթե ասում են, իրենք 6 միլիոն հայցապահանջով ա դիմել դատարան Նիկոլ Փաշինյանը, որը իրան այդ բառը խիստ շտացրել է։ Մի խոսքով, ու դրանից հետո այն անդադ եռագլուխ այդ հրեշներին եւ ես գիտեք չեմ հասկանում ինչի համար է այդ տեսակ ատելությունը ընդդիմության նկատմամբ։ Նա իր տեղում, այսինքն մենք միշտ տեսել ենք, բայց մենք չենք տեսել, որ տենց ոչնչացնեն, ոնց որ Ռոբեր Ռոբինյանն ասում քաղաքականապես, այսինքն իրանք այդ ոչնչացնելու, այդ, չգիտեմ, բոմժացնելու այդ սպառնալիքները շարունակաբար մենք լսում ենք։ Իբր իրանք մի հատ նենց արդարության, sense մի հատ խորհրդանիշներ են, որ այստեղ դու միացա, որ հիմա իրանք, այսինքն ինչ։ Եվ ամենասարսափելին ոչ թե խոստացած բոմժացնելն է, որ իրավունքը իհարկե ինքը բացարձակապես չունի, որ խոսի, այլ այն, որ նա այդ ձերբակալությունը, այդ բռնությունը ինքը հանրայնացրեց։ Դուք գիտեք, որ քննչական կոմիտեն լուսանկարներ անմիջապես հրապարակեց, այսինքն դա Նիկոլ Փաշինյանի սրտով էր, որ բռնություն, անօրինականություն, ապօրինի մարդու վրա հարձակվում են այդ թվով որոշակի մարդիկ, որ տապալ են նրան գետնին, հավատացեք, թռուցիկ եմ նայել ես այդ կադրերը, շատ ծանր էր, ոչ թե ինձ համար հավատացեք կներեք, որ սա ասեմ, ես շատ ծանր տարա այդ կենդանիների նկատմամբ այդ վերաբերմունքը, հատկապես այդ առյուծի նկատմամբ այդ ինչ ասեմ, նենգաբար սպանությունը առյուծին, սենց կարող եմ ասեմ, քնացրեցին ու նա այլևս չարթնացավ։ Սա հրապարակային բռնություն է, հրապարակային սադիզմ է, հասկանում եք լիքը մարդ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր կենդանասեր չեն, ես տեսա ինչ տառապանքների մեջ էին եւ այդ նսեմացնում էր ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև կենթանուն քաշտալով, տարբեր լուսանկարներով, պոչից քաշելով, այսինքն այն որ Արտուր Օսիպյանին ասում է դու ինչ ես ողջ, ինչի դու չես մեռել, երևի այդ մեռնելը իր համար շատ կարևոր հանգամանք է, ասենք հիմա ես նայում եմ առյուծի դեպքում ինչ է սա, այսինքն ինչ էր սա, որևէ հրապարակային խոսք մենք լսել ենք, որ իրանից, որ ես ինչ էր կատարվում, չէր տեղի ունում, 2 օր շարունակ դիմակավորված զինված անձինքը ուղարկել ու նստած նայում է, թե ինչ են անում։ Ասես տեղյակ չեմ այդ կապերից։ Դե իմա ու այրան հավատում, ով կամ լուրջ ընդունում իր ասածը, բնականաբար այս երկրում ոչ մեկ չի կարող մի քայլ անել առանց այս կարգի Գագիկսա, ով է քեզ հավատում։ Ինչ պետք է կամ ես քեզ հավատամ։ Ես իմ տեսածը դատապարտեր, եթե չէիր նայիր, ասեիր ես ինչ եք անում։ Բայց դատապարտեր, թե ասում են ամեն մարդ իր գործն է անում, ուժայիններն էլ անում են։ Բռնությունը գործ է։ Ինքը բերում է բռնությունը հրապարակային, ուզում է որ նորմա դարձնի։ Ես ուրիշ կերպ չեմ կարող մտածել, ուրիշ բան չեմ կարող մտածել։ Նախ 2 օր մարդկանց պահել էր մի ամբողջ օր, որևէ ինֆորմացիա չէին տալի ու մարդիկ լարված, այդ բռնի մթնոլորտ էր արդեն։ Այդ հասկանում եք մարդկանց այդ տագնապները մարդկանց մեջ։ Եվ չգիտեմ, ինձ գիտեք միջազգային մամուլն էլ հատկապես առյուծի դեպքին շատ անդրադարձել։ Կենդանասերները մեզ մոտել էին, դիմել են միջազգային կառույցներին, առյուծի այդ մահվան հանգամանքները։ Շատ ծանր։ Անկախ դիտող։ Սա խարանն է նրա ճակատին։ Այս առյուծի դեպքը Նիկոլ Փաշինյանի խարանն է, որ ոչ ոք երբեք չմոռանա, որ ոնց կարելի է այդպես վարվել։
Եվ իրեն թվում է եւ գիտեք շատ ինչ ասեմ, այս հասարակությունը բարակված է, դու գիտեք ինչ ձևով, բայց կան բաներ գուցե որ պետք է միավորեն մարդկանց իրար հետ, որ պետք է ընդվզեն մարդիկ, չպետք է թույլ տան, որ այդ անօրինականությունը տեղ գտնի, բայց դու գիտեք, որ իր ընտրյալների մերձակա շրջապատում գտնվող մարդիկ որևէ դատապարտող խոսք չեն ասում, որևէ. Եվ սա երևի ոգևորում է Նիկոլ Փաշինյանին, որ ինքը ուրեմն ուղարկում է ուժայիններ նրանց Գագիկ Ծառուկյանին տապալելու եւ ինքը երևի իրեն հզոր է զգում, ուժեղ է զգում, բայց ինքը ոչ մի կապ չունի եւ կամ արյուծին անպաշտպան այդ կենթանուն տիրոջը դու տանում ես, հետո կենթանիների հետ ես այդպես վարվում դրան նախորդող երկխոսությունը Ծառուկյանի եւ Փաշինյանի միայն հրավակայությունն են, որ սա հաշվեհարդար պիտի լիներ առյուծի հետ, ուրիշ կերպ ես չեմ կարող մտածել եւ խստորեն դատապարտում եմ, սա չմոռացվող մի դեպք է ընդհանրապես, չեմ պատկերացնում նույնիսկ այն աֆրիկյան աբորիգեն երկրներում կարող ասենց բան լինի, էլի, հասկանում եք։ Տիկին Ալեքսանյան, տեսեք, ասում եք նույնիսկ այս հարցում հասարակությունը բևեռացված է։ Այո։ Հիշեցին կենթանիներին, որոնք սպանել է հենց Գագիկ Ծառուկյանը, տեսանյութը համացանցում հայտնվեց էշի հետ կապված, որ վանդակում է հայտնվում առյուծների ջիրաններում եւ այլն։ Այս պարագայում էլ մարդիկ անցյալը եւ ներկան իրար կողք են դնում եւ նորից սկսվում է այդ ատելությունը։ Գիտեք ինչ, երբ որ բռնությունը տեղ է ունենում, հանրությունը պետք է դա մերժի, թույլ չպետք է դա որ դա չկրկնվի, որտեղ դա շարունակություն ունենալու անընդհատ։ Այն ինչ որ դուք ասում եք այդ դեպքը, այդ միջադեպը, իսկ օրինական է արդյոք Գագիկ Ծառուկյանի այդ կենթանաբանական այգին եւ այլն, ես որքան հասկացա օրինական է եւ փաստաթղթերի ամեն ինչ օրինական է։ Եվ վստահ եմ, որ նրանք լավ խնամվում էին եւ այլն, եւ ոչ թե մեր կենթանաբանական այգու, ասինքն դա հայտնի է։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանը դա գիտեր, չէ, որ այդ կենթանաբանական այգին կար։ Ինքը գնում էր Ծառուկյանի աղջկա հարսանիքիներ մասնակցում, երևի կենացներ էր խմում, խոսքով հաց էր կիսել Ծառուկյանի հետ, բայց դու տես, երբ որ գալիս է այդ պահը, ինչ է նա։ Ես ամենաշատ իրոք այդ պահի համար եմ շատ, որ հանրությունը միանշանակ չի թվում, կոնկրետ այս պահին տեղի է ունեցել բռնությունը, մերժեք, թույլ մի տվեք, մի թույլ տվեք, որ կենթանու հետ այդպես վարվեն, մի թույլ տվեք, որ նա Գագիկ Ծառուկյանից հաշվեհարդար լինի այդ մեթոդներով, կենթանիների միջոցով հաշվեհարդարի գա։ Դու ինչ գործ ունես, որ սպառնում ես, իսկ ինչ են անում քո իրավապահ մարմինները։ Երբ որ դու ասում ես, օրինակ, վաղը Անդրանիկ Թևանյանը ԱԱԾ-ի կողմից հայրենիքի դավաճանության մեջ, այսինքն դու նախապես մի օր առաջ ասում ես, իսկ ինչ պետք է անի ԱԱԾ-ն հաջորդ օրը։ Նույնը Ծառուկյանի անընդհատ այդ նախընտրական քարոզարշավի ժամանակ նվաստացնում էր Ծառուկյանին, տարբեր բաներ ասելով։ Արարատ ցեմենտը պետականացնելու մասին էր շատ։ Դե գիտեք, դա ամենացիվիլ խոսակցություններն են Նիկոլ Փաշինյանի։ Իսկ երբ որ ասում է լեզուց շատ է երկարել Գագիկ Ծառուկյան, այսինքն չոքե-չոք։ Հա, դա ասենք դա փողոցային բառապաշար է։ Տիկին Ալեքսանյան, այստեղ էլ փաստորեն խնդիր ունենք երկրի ղեկավարի կողմից նման խոսույթների կիրառելը, դա ինչի մասին է խոսում։ Խոսում է իր մակարդակի մասին, որ իր թողտվության, իր որ իր դեմ խաղ չկա, իշխանությունը Իրանն է, ուժայինները իր ձեռքն են, ու ինչ ուզենա կանի։ Միայն սրա մասին է խոսում, որ ինքը չնայած չի փայլել երբեք իր խոսքով, հայրենի իմացությամբ, իսկ հիմա առավել եւս կարիք է չունի, եթե մարդը իրեն չի զսպում, ասում է դուխի չես մեռել այդ տականք, մարդուն ով իրեն հարցեր է տալիս ընդամենը հարցեր է տալի եւ ընդհանրապես երբ որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հարցերին պատասխանել, չի ուզում պատասխանել, ինքը պատասխանում է հարց տվողին եւ ոչ թե հարցերին։
Եվ որպես իրավապաշտպան ձեր մտահոգություն այս իրադարձությունների նույն Արտուր Օսիպյանը, Գագիկ Ծառուկյանը, տեսեք այս պահին Գագիկ Ծառուկյանն է կարծես ուշադրության կենտրոնում։ Արտուր Օսիպյանին էլ շատ մեծ ուշադրություն եղավ, հավաքներ կազմակերպվեցին, Հացադուլ հայտարարեց։ այո, ինքը հայտարարեց օրեր շարունակ այնտեղ մենք հավաքվում էինք, մարդիկ էին գալիս եւ այդ բողոքի ակցիաների նշանակություն ունեցավ հանրային ճնշում կար Ձեզ ինչն բավականին է մեծ։ մտահոգում որպես իրավապաշտպանի այս իրադարձությունները։ Գիտեք, ինձ ինչն է մտահոգում։ Նախ մարդիկ, որ տուժվում են դրանից, բայց որ մեր երկիրը դարել է մի անհասկանալի իրավիճակում գտնվող երկիր, որ Փաշինյանը նախապես ասում է ում պետքա ձերբակալեն, երբ պետքա ձերբակալեն, ինչի համար պետքա ձերբակալեն, ու այդ սա իրականություն է դառնում, մենք դա տեսնում ենք տևական ժամանակ, չէ՞, այդ իր սպառնալիքները եւ այլն։ Նույն Արտուր Օսիպյանի դեպքում այդ խոսակցությունից հետո փոխանակ իրեն ձերբակալեին, ասենք Նիկոլ Փաշինյանին, բայց ձերբակալվեց Արտուր Օսիպյանը, չէ՞, րոպեների ընթացքում։ Երբ որ ինքը ոչ մի չէր արել, մենք դա տեսել ենք, ուղղակի այս օրինակը դրա համար եմ վկայակություն, որ մենք դա տեսել ենք այդ տեսանյութով, ինչ է տեղի ունեցել։ Իսկ ով է ասել, որ դու ում ինչ ուզես պետք է ասես։